Քրիստոս ամեն Հայր մեր, որև լինես ես, Սուրբ եղեցյան քո, եկեց սարքայություն քո, եղեցին կամ քո, որպես երկինս և երկրի, ասած մեր հանապազոր, տուր մեզ այսօր, և թող մեզ զբաղթիս մեր, որպես և մենք թողունք մերոց պարտաբանած, և մի տանիրս մեզ ի փորձություն, այլ փրկիած մեզի չարե, Զիգոյակ հայություն և զորություն և փառքավիտյաս ամեն Սպասե Աստծո իմոյ, վաղնի կինարի, որ պրկես տաս և կետցաներ Հարկոր և որդվո և ոգում սրպո Աժմ է միշտի վավիտյան սայդերից ամեն և եվս խաղության ստեր աչեսու գնգալ կեցո է որմյո Խոնարեցո դերզուն գնգո և լուրին ձյախատ և դնանգեմ ես Ահ յազանտիմ սուպ տերը պրգյաս տրաճ կաստված են, որի կես ուսացա Որ միայն ստեր զյարկես ագեցի զորանապաս Ուրախ արազան ծնծարայի կոզ յարկես դեր ամբարձի զանձնեին Սիդու տեր կասր վղիղես, բազմողոր մարամենեսյան, որ կարտան արկես Կանդիր դեր աղոտիչի մոտ և նայայք ձայն խնդրվածացի մոտ Ատոր նեղությանի մոտ կարտացի արկես և լվարես Ոչ ոքի նմակես Աստված Տեր և ոչ ոք է որպես զգործս քո Ամենայն ազգը զոր անարել է կեսեն և երկիր պակտի նրա չիքո և պարավոր արասեն զանում քո ավիդյան Հարկոր և որդվո և ոգմուն սրպո Այժմ և միշտ ավիդյանս ավիդենից ամեն Պարքեզ Աստված, պարքեզ, աղագս ամենայնի Տեր, պարքեզ Եվ եվս խաղության ստեր աչեսու գնգալ կեցո է որմյո Օգնություն և պարքոր և որդվո և ոգում սրպո Այժմ և միշտ և ավիտյանս ավիտենից ամեն Հարկոր և որդվո և հոգվոն սարպո Այժմ է միշտ և ավետյաս ավետենից ամեն Այսօր մանգոնք տո եկեղեցվո Թոմենը ցանցությամ զգալո սուրպոքվոյն Որով զարդարեցան իզգեստաս լուսապալ Եվ զգերապայցարս երեքենան սրոպեն Zerek sarpedin Տեր ողորմյա, Տեր ողորմյա, Տեր ողորմյա Ով Տեր ամենակալ և ամենակարող Աստված Դու պարգևիչ բոլոր բարիքների և հաջողությունների Ահա այս ծառաներդ Արմեն և Վարուժան տկնեցան քո սուրբ երկյուղով և իմ հասել է պահը, որ վայելեն իրենց տկնաջան աշխատանքի արդար վաստակի արդյունքը, արդ օրհնիր իրենց Արմենին և Վարուժանին
Տեր քո երկնարակ օրհնությամբ եւ շնորհիր որ քո օրհնությամբ անվրդով կերպով վայելեն իրենց աշխատանքի արդյունքը գոհությամբ եւ ուրախությամբ օրհնիր Տեր Աստված այս դպրատունը եւ պահիր պահպանիր այն բոլոր չարիքներից եւ փորձություններից քո ողորմության շնորհը առատացրու այս դպրատան վրա այն քո սիրովդ եւ երկյուղովդ հաստատիր որովհետեւ տուն միայն քեզնով է շինվում պահվում բարգավաճում եւ պայծառանում իսկ առանց քեզ զուր տեղը կլինի նրանց աշխատանքի արդյունքը եւ որովհետեւ այս ամայքի ժողովուրդը քեզ վստահեցին Տեր Աստված մեր թողրեն ցույց Աստված այն օրհնությամբ սակվի ով Տեր որպեսի անդադար շնորհակալությամբ օրհնաբանենք անասուրբ երթություն Հայր Որդի եւ Սուրբ Հոգի այժմ եւ միշտ եւ ավիտյանը Սավիտենից ամեն Ամեն Ալելույա 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 Օրհնեցի եւ սրբեցի ջուրս այս նշանով Սուրբ հաճեց այսօր ավետարանս եւ ավորը շնորհիվ անվան որ եւ որդվո եւ օգուն սրբո այժմ միշտ եւ հավիտյան Սավիտենից Ամեն Ալելույա 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 Օրհնեցի եւ սրբեցի ջուրս այս նշանով Սուրբ հաճեց եւ սուրբ ավետարանս եւ ավորը շնորհիվ անվան որ եւ որդվո եւ օգուն սրբո այժմ միշտ եւ հավիտյան Սավիտենից Ամեն Եվ եւս խաղաղությանս դեր աղաչեսու կնգալ կեցո եւ ողորմյա Օրհնություն եւ փառք որ եւ որդվո եւ օգուն Սրբո այժմ եւ միշտ եւ ավիտյանը Սավիտենից ամեն Եվ եւս խաղաղությանս դեր աղաչեսու կնգալ կեցո եւ ողորմյա Օրհնություն եւ փառք որ եւ որդվո եւ օգուն Սրբո այժմ եւ միշտ եւ ավիտյանը Սավիտենից ամեն Եվ եւս խաղաղությանս դեր աղաչեսու կնգալ կեցո եւ ողորմյա Օրհնություն եւ փառք որ եւ որդվո եւ օգուն Սրբո այժմ եւ միշտ եւ ավիտյանը Սավիտենից ամեն Բացելա պետք Դինի արդեն Կակի Ահա Всё Տեր Մակար Արմեն բացեք Արմեն ուր այն
Եվ որդվո եւ օգուն սրբո ամեն Во имя Отца и Сына и Святого Духа. Аминь. Սիրելի քույրեր եւ եղբայրներ, այսօր մեր ժողովրդի եւ մեր եկեղեցու ամենասիրելի տոներից մեկն է։ Возлюбленные братья и сестры, сегодня один из самых любимых праздников нашего народа и нашей церкви. Եկեղեցական այն կոչվում է Տիառնընթարաջ եւ ինչպես ժողովուրդն է ասում տրնդեզ է։ По-церковному он называется Тиарн-Дарач, Сретение Господа нашего Иисуса Христа, а в народе Терендес. Ինչ է այդ տոնը այսօրվա խորհուրդը իրենից ներկայացնում սիրելիներ, որ մեր ժողովուրդը արդեն 1700 տարի եւ ավել այս տոնը նշում է, ուրախանում է, երգում է եւ բարում։ Որն է խորհուրդը եւ իմաստը այս տոնին։ В чем же смысл и значение этого праздника, которого уже 2000 лет армянский народ празднует? Առաջին հերթին գանք ավետարանական իմաստին Տիառնընթարաչին սիրելիներ, հավանաբար ձեզանից շատերը կարդացել է Աստվածաշունչը եւ հիշում է այն հատվածը, երբ որ մեր Տեր Հիսուս Քրիստոս ծնվեց եւ աշխարհ եկավ, երբ որ 40 օրը լրացավ նրա ծննդյան, նրա մայրը եւ հայրը նրան համաձայն հրեական օրենքի տարան, որպիսի ընծայաբերեն տաճարին Աստծուն։ Прежде всего обратимся к Святому Евангелию, вспомним то, что многие из нас, конечно же, знают и читали, что после Рождества нашего Спасителя, по истечении 40-дневия, дети его, родители его по закону тогдашнему иудейскому принесли в храм, чтобы наименовать его. Եվ ահա, երբ որ Քրիստոսին մանուկ Հիսուսին տանում են դեպի եկեղեցի այն ժամանակվա տաճարը հրեական սիրելիներ, նրան է մոտենում մի ծերունի մարդ, գրկում է, վերցնում է մոր գրկից եւ ասում. «Փառք քեզ Տեր Աստված, արդեն կարող ես խաղաղությամբ արձակել իմ հոգին»։ Այսինքն աչքերս տեսան, հանգիստ ձևով, խաղաղ կերպով ես կարող եմ գնալ արդեն հավիտենական կյանք։ И вот когда родители несут младенца Иисуса к храму, то навстречу ему выходит пожилой человек Симеон, берет его в руки свои и говорит: «Слава тебе, Господи Вышних! Глаза мои видели спасение, и теперь ты отпустишь меня с миром из этого мира». Ով էր այդ Սիմեոն ծերունին սիրելիներ, որ Աստվածաշնչում նրա մասին գրված է եւ որ առաջին անգամ լինելով իր գիրկն է վերցնում մանուկ Հիսուսին։ Кто же был этот Симеон, о котором сказано, что он первый после родителей, кто взял в руки нашего Спасителя? Նա մի արդար, ազնիվ, բարի անձնավորություն էր, որին Սուրբ Հոգու կողմից խոստացվել էր, մինչև որ չտեսնես Աստծուն եւ չգրկես իրեն, չես հեռանա այս աշխարհից։ Նա իր արդարության, ազնվության, բարության, սրբության համար արժանի դարձավ այս աշխարհի մեջ գրկել եւ իր աչքով եւ իր հոգով տեսնել Աստծուն Փրկչին։ Симеон, кто же был Симеон этот? Так вот, по праведности его, по чистоте его, Господь ему заповедал Духом Святым, что ты не уйдешь с этой земли, прежде чем очами своими не увидишь Спасителя. И он удостоился и сердцем своим, и очами своими увидеть Спасителя своего в глубокой уже своей старости. Մենք ավետարանում սիրելներ կարդում ենք Երանիների մասին, որտեղ ասում է. «Երանի նրան, ով որ սրտով մաքուր է, նա պիտի Աստծուն տեսնի»։ Мы читаем в Евангелии о блаженных и сказано: «Блажен тот, кто увидит Спасителя». Եվ իրապես Սիմեոն ծերունին շատ երանելի էր եւ նա իր օրինակով օրինակ է թողնում նաեւ մեզ բոլորիս արդեն այս 2000 տարիներ շարունակ, որ եթե ուզում ես Աստծուն տեսնել, նրան գրկել,
զգալ հավիտենականության խորհուրդն ու համը պետք է մաքուր հոգի եւ սիրտ ունենաս։ И, конечно же, Симеон был таким блаженным человеком, в котором исполнилась заповедь Божья увидеть Спасителя своими глазами. И он нам дает такой яркий пример, что если мы хотим видеть Спасителя, если мы хотим осязать Его, то мы должны также быть чисты и благородны, как Симеон. Հետվաբար սիրելիներ, մեզանից ամեն մեկը տարբեր տարիքում եկել է եկեղեցի, մկրտվել այստեղ, մոմ է վառել, շփվել հավիտենական խորհուրդներին, աղոթք է լսել, հոգևոր երգեր է լսել, եւ այդ բոլորը մեզ սիրելիներ տանում է դեպի տեսության մեր Փրկչին Հիսուսի Քրիստոսին։ Եվ այսօրվա խորհուրդը մեզ սովորեցնում է, եթե ուզում եք զգալ Քրիստոսին, տեսնեք լույսը վառվող, դուք պետք է ունենաք մաքուր եւ արդար հոգի։ Итак, вот каждый из нас в свое время крестившись, приходя в храм, молясь, зажигая свечи, соприкасаясь с вечными святынями, таким образом он устремляется к тому, чтобы зреть внутренне нашего Спасителя и осознать то, что для того, чтобы его увидеть, нужно иметь чистое сердце и праведную вести жизнь. Ահա այսպիսին է սիրելիներ այսօրվա տոնի ավետարանական կամ աստվածաշնչային իմաստը, որ համառոտակի դուք լսեցիք։ Вот таково объяснение, таков смысл сегодняшнего праздника с точки зрения Святого Евангелия. Բայց դուք տեսնում եք նաև, որ կրակ է վառվում եւ լեզուները երկինք են բարձրանում։ Но вы также видите, что горит огонь, и языки его пламени поднимаются до небес. Այս սովորությունը սիրելիներ մեր ժողովրդի մեջ պահպանվել է դեռ հեթանոսական շրջանին, երբ դեռ մեր հայրերը քրիստոնեություն չէին ընդունել։ А этот обычай в нашем народе сохранен отцами нашими еще с языческих времен, когда народ наш еще и не был христианским. Երբ որ մենք ընդունեցին քրիստոնեությունը սիրելիներ, եւ ժողովուրդը այն ժամանակ հավատում էր եւ պաշտում էր Աստծուն կրակին։ Կրակը ժողովրդի համար այն ժամանակ Աստված էր։ Պատկերացրեք, չկար լույս, չկար այսօրվա ջերմությունը, միակ տաքության եւ լույսի աղբյուրը կրակն էր։ Ուստի մեր ժողովուրդը հավատում էր եւ պաշտում էր կրակին, ինչպես Աստծուն։ Это были те времена, дорогие мои дохристианские, когда наши далекие предки, не зная еще Спасителя и Христа, почитали огонь как высшее божество, потому что огонь был для них и защитой, и теплом, и светом, поэтому они его почитали как Бога. Նույնիսկ մենք կրակի Աստված ունեինք, որի անունը Միր էր կոչվում։ И армянский народ имел такого Бога огня, которого называл Митрою. Եվ եկեղեցին այս սովորությունը չվերացրեց մեր ժողովրդի կյանքից, այլ անդարձրեց, վերափոխեց, քրիստոնեական իմաստ եւ նշանակություն տվեց, որպես լույսի խորհուրդ, որպեսզի լույսով լուսավորի ժողովրդին։ И христианская церковь не убрала эту традицию, этот обычай, а придала ему христианское значение, придала христианское значение, как знак света, который одухотворяет нас всех. Հետվաբար մեր ավանդության համաձայն սիրելիներ, երբ որ կրակը կիջնի կնստի, կարող եք նորից եմ կրկնում ավանդության համաձայն 3 անգամ ցատկել կրակի վրայով եւ ինչպես ասում են ձեր հիվանդությունն ու ցավն չորը որպեսի վառվի եւ գնա։ Ну и поскольку есть такая традиция, по нашей традиции, когда будет такое поверье, что все ваши болезни, все ваши проблемы, все уйдут, вы очиститесь этим огнем. Եվ առաջին հերթին հատկապես նորապսակները, որովհետև այդ օրվա խորհուրդը նրանց հետ է համապատասխանում։ И прежде всего это касается молодоженов, потому что эта традиция прежде всего связана с ними, с их начинающейся совместной жизнью. Դա նաև կոչվում է պտղաբերության տոն։ Եվ այս
աղանձը, որ կատարվում է, բռվում է ժողովրդի գլխին, որպեսզի լինի առատ տարի, հզոր տարի, բերք ու բարիքի տարի, ուստի ես որպես հոգևոր առաջնորդը ձեզ առաջին անգամ լինելով, ես շաղ եմ տալիս ձեր գլխին։ И чтобы всегда была полна чаша вашего дома, и вы были истинными наследниками всего, то я, как глава епархии, посылаю на ваши головы вот эти знаки богатства семейного, богатства нашей жизни духовной. Սա ազգային Գնացեք եւ ճարաչկի։ ավետարանական իմաստով սիրելիներ։ Это как национальная традиция. Բայց դուք տեսաք այստեղ շատ մեկ կարևոր իրադարձություն եւս տեղ ունեցավ։ Մենք այսօր այստեղ մեր հոգևոր եղբայրների հետ միասին կատարեցինք օրհնման եւ բացման արարողությունը Կիրակնորա այս վարժարանի։ Но вместе с этим, в этот прекрасный день, мы все стали свидетелями другого прекрасного еще одно события. Вместе с нашими замечательными меценатами и благотворителями мы сегодня с вами участвовали в освящении и в открытии воскресной школы. Եվ այսօր բացառություն չէ Ստավրապոլի հայության համար, դուք եւս սիրելիներ առաջնորդվելով մեր հայրերի գաղափարներով եւ օրհնությամբ ունեք եկեղեցի եւ այսօր բացվում է նաեւ ձեր վարժարանը Կիրակնորյա դպրոցը։ И ставропольские армяне не стали исключением. Сегодня вы имеете церковь, и сегодня была открыта воскресная школа. Այս դպրոցում սիրելի սաներ, ապագա սաներ այս դպրոցի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում։ Դուք պետք է այստեղ սովորեք մեր հայերեն լեզուն, հայ գիրը, գրականությունը եւ դրանով ճանաչեք մեր պատմությունը, մեր անցյալը, մեր ժառանգությանը։ И вот сегодня, дорогие дети церкви святого Григория Просветителя, вы в этой школе должны учить родные буквы, родные слова, родной язык. Եվ տեսնեք, ճանաչեք եւ զգաք այն համը, այն քաղցրությունը, այն երջանկությունը, որ իր մեջ պարունակում է, բովանդակում է Մեսրոպ Մաշտոցի այբուբենը։ И почувствовать ту сладость, то величие и красоту нашей культуры, в основе которых лежат буквы Месропа Маштоца. Եվ կզգաք, թե ինչպիսի զորություն եւ ինչպիսի թրտիչ կա այդ աղբյուրի մեջ, որ մեր ժողովրդին արդեն մոտ 1500 տարիներ պահում եւ առաջնորդում է։ И вы должны почувствовать ту силу, то величие, той ценности нашего алфавита, которая уже более 1500 лет охраняет, сохраняет и дает нашему народу возможность жить и развиваться. Եվ պատական չէ, որ մեր եկեղեցու հայրերը, երբ որ բացվել է որևէ դպրոց, լինի Կիրակնորյա կամ լինի միջնակարգ, միշտ առաջին հերթին, որտեղ որ կարդացվել է այբուբենը, այբեգիմը, ասել են մենք կառուցեցինք մեր պատվի допроца. И не случайно, что каждый раз, когда открывалась либо воскресная, либо обычная школа, наши святые отцы говорили, прежде чем выучат люди алфавит армянский, что мы построили школу нашей чести. Եթե չկա դպրոց, չկա այն գիտակցությունը, որ յուրաքանչյուր ազգ պետք է սովորի եւ ճանաչի իր այբուբենը, իր պատմությունը, նա չի կարող պատվի արժանի ազգ լինի, սիրելիներ։ Ուստ այդ իսկ պատճառով է, որ մեր հայրերը եւ որպես օրհնություն, եւ որպես պատգամ մեզ ասել են, եթե ուզում ես պատվավոր լինես, պիտի դպրոց կառուցես։ Потому что если нет стремления к знанию, постижению своей культуры, то в народе, то тогда не может этот народ быть достойным и не имеет чести. И поэтому наши святые отцы всегда говорили, что ты должен иметь школу, ты должен получить то знание, которое даст тебе и через тебя твоему народу честь и благородство.
Ճանաչել ճշմարտություն եւ սխրատ իմանալ զբանս հանճարով։ Ահա առաջին խոսքերը, որ թարգմանվեցին Աստվածաշնչի եւ մեր ժողովրդի համար դարձավ պատգամ, դարձավ հորդոր, դարձավ երազանք եւ ցանկություն, որպիսի ամեն մեկ հայ շուրթերից մշտապես այն ընչի։ Познайте истину, мудрость и советы отцов. Это первые слова, которые армянскими буквами написал святой Месроп Маштот. Սիրելիներ, մեկ անգամ երբ ես երիտասարդ էի, առիթ ունեցա Վազգեն Վեհափար կաթողիկոսի հետ միասին ներկա գտնվելու դպրոցներից մեկի բացմանը։ И еще, возлюбленные, хочу вспомнить, что мне удостоил Господь однажды быть участником открытия одной из школ вместе с нашим католикосом Вазгеном I. Եվ նա այնտեղ այսպիսի մի փոքրիկ պատմություն պատմեց, առիթ եկավ հիշեցի, ուզում եմ պատմել ձեզ։ И он там рассказал одну небольшую историю, и сейчас по этому замечательному случаю я вспомнил ее и хочу передать вам. Ըստ այդ պատմության միջնադարում հրեա ռաբինին В средние века еврейский раввин այս կամ այն հանցանքի համար որոշվում է, որպիսի կրակի վրա պիտի վառեն։ было решено, что за разные провинности он должен быть сожжен на костре. Բայց լավ գիտեք, ինչպես մեր ժողովրդի պատմության մեջ, այնպես էլ հրեա ժողովրդի եկեղեցին միշտ պահպանել է ազգային օրենքներն ու սրբությունն ու գիրն ու գրականությունը։ Но он знал, что так же, как и армянского народа, так и у его народа всегда церковь всегда сохраняла все святыни и письменность прежде всего. Երբ որ նրան տանում են վառելու, նա վերցնում է իրենց ազգային սուրբ գիրքը Թորան եւ փաթաթում է իրեն, եւ այդպես փաթաթված նրան վառում են։ И когда его ведут на костер, он берет святую Тору, написанную на пергаменте, оборачивается ею, и так его сжигают. Երբ որ նրան վառում են սիրելիներ, վառվում է եւ ինքը եւ վառվում է իրեն փաթաթած այդ մագաղաթը։ И когда его сжигают, сгорает он, и сгорает тот пергамент, которым он был обернут. Բայց ահա այնտեղ մագաղաթի վրա դաջված տարրերը թռչունների նման կրակի մեջից թռչում են դեպի երկինք։ Но буквы, написанные на пергаменте, обратившись в птиц, взлетают к небесам. Ոչ այս երկինքը սիրելիներ, խոսքը հավերժական երկինքի մասին է։ Не об этом небе идет речь, а о небе вечности. Եվ ահա մեր տարրերը, մեր գիրն ու գրականությունը սիրելիներ, մենք ստացել ենք հավերժական երկնքից։ И вот так и мы, наши буквы, наши письмена мы получили из неба вечности. Եվ ինչպես Պարուր Սևակն էր ասում, եթե մենք մի բան տիրել ենք այս աշխարհում, տիրել ենք մեր գրքով, գրով եւ գրականությամբ։ И как говорил великий Парур Севак, если мы что-либо сделали на этом свете, то мы сделали это с помощью наших букв и наших письмен. Եվ ահա սիրելիներ, այսօր որպես նվեր ձեզ ամենքին, նվեր մեր ժողովրդի զավակներին, որոնք ապրում են մեր քրիստոնյա եղբայր Ռուսաստանում, ձեր սիրելի ընկերներից եւ բարեկամներից Արմեն Պետրոսյանը եւ Վարուժան Արությունյանը որպես այդ նվեր ձեզ երեխաներին, ձեզ ամենքիդ կառուցեցին այս վարժարանը։ И вот сегодня, дорогие мои, как дар армянскому народу, народу, живущему здесь, в братской христианской России, наши замечательные братья Армен Петросян и Варужан Арутюнян построили эту школу и преподносят его вам, чтобы достойно вы ею владели. Ուստի սիրելիներ, մեր խնդրանքն է ձեզ, որ միշտ երբ որ կկարդաք այ բենգիմ, հիշեք, որ այս շինության, այս նվերի բարերարները ովքեր են
եւ նրանց համար մշտապես աղոթք արեք։ И наша огромная просьба, возлюбленные мои, отныне, когда вы будете учить наши святые буквы, когда вы будете на армянском языке читать Гаэрмер, вспоминайте, пожалуйста, имена ваших благотворителей, которые дали нам эту возможность, вам эту возможность. Քանզի նրանք իրենց ունեցվածքը, իրենց գումարը, իրենց քրտինքը չտարան եւ չդրեցին այլ ճանապարհի, այլ դրեցին ազգի մեջ, որպիսի մեր ազգը հավիտենական ապրի, թրջունների նման երկինք թրջի, Которые имение свое принесли сюда, чтобы построить эту школу, чтобы она была у вас, и чтобы наши буквы, как птицы, возлетали к небесам вечности. Մեր օրհնությունը ձեզ, սիրելի եղբայրներ, Արմեն եւ Արուժան, ձեր վաստակը թող Աստված ընդունի, ձեր ուխտը թող կատարի, դուք այսօր ձեր աչքով, ձեր սրտով տեսնում եք այն ուրախությունը եւ այն փայլն ու ժպիտը ձեր եղբայրների քույրերի աչքերին, որոնք եկել են տեսնելու, հրճվելու եւ ուրախանելու եւ ամենակարևորը քայլելու այն հավիտենական ճանապարհով, որ մեր ժողովրդին տանում է դեպի փրկություն։ И наши благословения и молитвы к вам, дорогие Армен и Варужан, что Бог удостоил вас вашими собственными глазами видеть результаты трудов ваших, видеть радость и улыбки на лицах ваших соотечественников, которые отныне, благодаря во многом вам, будут делать шаги к обретению вечной жизни. Մեր մաղթանքն է նաև ձեզ սիրելի քույրեր եւ եղբայրներ, որ հավաքվելով ձեր հոգևոր հովի, ժրաջան եւ մարդկային բարձր որակով օժտված Տեր Գրիգորիս Քահանա Պողոսյանի շուրջ կարողանաք կազմակերպել ինչպես ձեր հոգևոր կյանքը, դպրոցական կյանքը եւ առավել եւս նորից նոր ոգով ձեռնամուխ լինեք եւ ավարտին հասցնեք Աստծո տունը Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին եւ Աստված դա մեկ օր էլ գանք այստեղ հավաքվենք եւ զանգերի ներքո կատարենք Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու բացումը։ А также наше глубочайшее вам пожелание, чтобы вы все, объединившись вокруг своего духовного пастыря, Тер Григориса Погосяна, достигли нашего общего желания, завершили строительство замечательного храма Григора Лусаворича, а мы бы прибыли еще раз сюда и вместе бы осветили этот храм. Մենք ուրախ ենք այսօր այստեղ, որ ներկա են քաղաքային իշխանության ներկայացուցիչները, որոնք եկել են կիսելու մեր ազգային այս մեծ ուրախությունը։ Ուրախ ենք, որ այստեղ է նաև ձեր համայնքի նախագահան, որը մշտապես մտածում, խորում եւ խոսում է ինչպես անի, որ ճիշտ կազմակերպի հայ համայնքի կյանքը Ստավրապոլ քաղաքում։ Мы также очень рады, что сегодня с нами разделяют это событие, эту радость, и представители руководства города Ставрополя, а также руководитель армянской общины, который постоянно думает о том, как улучшить жизнь армян в этом городе. Թող Աստված օրհնի ամենքիդ եւ բոլորիդ աշկը թող լույս լինի, որ նման նվեր այսօր ստացաք։ Пусть Господь благословит каждого из вас, и пусть в глазах каждого из вас сияет свет Божий за то, что вы получили такой замечательный подарок. Սուրբ խաչիվս աղաչես ցուկս Տեր Զիսով ապրկեսես մեզի մեղած եւ գեցուսես շնորհի ողորմության յուրով ամենագալ Տեր Աստված մեր գեցո եւ ողորմիա Պահպանի չևույս ավատացելոս Քրիստոս Աստված մեր պահյա պահպանյա եւ օրհնյա զբարերարս կրտոչաղի զայս Արմեն եւ Արուժան անդովանյալ Սուրբ է պատվական խաչիկոյի խաղաղության Հրկերևելի և աներևույթ շնամվույն, արժնագործյան պարավորելս կեզ ընթոր և սուրբ հոգվույթ, այժն և միշտ և ավիտյանը սավիտենից, ամեն։ Слово предоставляется председателю общины Михаилу Георгиевичу Перумову. Спасибо. Глубоко уважаемый владыка, гости, дорогие друзья. Я всех поздравляю вас с сегодняшним днем, с нашим праздником.
который мы здесь отмечаем. С одной стороны, это святой праздник Терендес, а с другой стороны, у нас сегодня очень знаменательное событие, которое подарили нам два человека, Армен Петросян и Варужан Арутюнян. Давайте еще раз поблагодарим их за это. Я очень рад видеть здесь так много людей. Перед нами вот дети, они нам сейчас покажут то, чего они достигли. И с такой красивой школой, с такими удобствами и комфортными условиями, я надеюсь, что в ближайшее время они еще большего достигнут, научатся многому и будут дальше двигаться, начиная от этой школы. Я всех вас поздравляю, желаю вам любви, счастья, здоровья и больших успехов. И предоставляю слово главе нашего Октябрьского района Игорю Владимировичу Серову. Уважаемый владыка, уважаемые дорогие друзья, от имени администрации Октябрьского района, от имени всего Октябрьского района, где проживает, как вы знаете, очень много людей вашей национальности, среди которых у меня очень много друзей, я хочу вас поздравить с вашим великим праздником Сретения. И также хочу вас поздравить еще не менее хорошим праздником сегодня. Вам сегодня два ваших мецената, Варужан и Армен, подарили армянскую школу. И я хочу от всех вас тоже сказать им спасибо. Это люди построили храм, только храм знаний, где будет сеяться всегда разумное, доброе и вечное. И дай Бог, чтобы в России, а Россия, вы знаете, это очень большой дом, где проживают люди разных национальностей, чтобы побольше открывалось школ, храмов, поменьше было всего плохого, а побольше было всего самого хорошего. И вам от всей души желаю счастья, здоровья и благополучия. Спасибо. Բարուր սևակ, քիչ ենք, բայց մեզ հայ են ասում։ Մենք քիչ ենք, սակայն մեզ հայ են ասում։ Մենք մեզ ոչ մոկից չենք գերադասում։ Պարզապես մենք էլ պետք է ընդունենք, որ մենք, միայն մենք Արարատ ունենք, եւ որ այստեղ բարձիկ Սևանում երկինքը իր ճիշտ պատճենը հանում։ Պարզապես Դավիթն այստեղ է կռվել, պարզապես Նարեկն այստեղ է գրվել, պարզապես Ժայրից Վան կերտել։ Քարից շինել ձուկ եւ թրջուն քավից ուսուցման համար էլ աշակերտներ գեղեցկին բարուն սեմին լավին Բրավո Մենք քիչ ենք, սակայն մեզ հայ են ասում, մենք մեզ ոչ ոքից չենք գերադասում, պարզապես մեր բախտն ուրիշ է եղել, պարզապես շատ ենք մենք արյուն խեղել, պարզապես մենք մեր դարավոր կյանքում, երբ եղել ենք շատ ու եղել կանգում, դարձյալ չենք չնչելու մենք ուրիշ ազգի, ոչ ոք չի տուժել, ձեռքից մեր բասկի։ Եթե գերել ենք, լոգ մեր գրքերով, եթե տիրել ենք, լոգ մեր ձեռքերով, պարզապես մահն էր մեզ սիրահարվել, իսկ մենք նրան չենք տրվել, ու երբ ճարահատ մեր հողն ենք թողել, Ուրել որ հասել, որտեղ էլ եղել, ճանաչել ենք մենք ամենքի համար, շինել ենք ամուր, կապել ենք կամար, ամեն տեղ հասել, տվել վերքել։ Մենք պես ոչ մեկից չեն գերադասում, պարզապես բայց մեզ էլ գիտենք, մեզ հայ են ասում, և ինչու չպիտի հպարտանանք, կանք, Պիտի լինենք ու դեր շատանանք Սիլվա Կապուտիկյան, խոսքին որդում Լսիր որդիս, պատգամ ոտպես Սիրող քոմոր խոսքը սրտանց Այսօրվանից հանձնում եմ քեզ հայոց լեզուն հազարագանց Կտրել է նահանց ասկալույս, երկինքները ժամանակին Շարաչել է խրովահույս, սլացկի հետ հայկյան նետին Եվ Մեսրոփի սրբանջարով դարձել է գիր ու մգաղար, դարձել է հույս, դարձել է դրոշ, պահել երթը մեր անաղարտ։ Նրանով եմ մրմնջացել, հայ պանդուխտ է, վերք մի սրտի, նրանով եմ որոտացել, կրվի երգը իմ ժողովրդի։ Նրանով է մայրս ջահել, իմ ժորորոց դրել մի օր, Հիմա եկել կեզ է հասել, նրա կարգաչը դարավոր։
Ուտես որդիս, ուր էլ լինես, այս լուսնի տակ, ուր էլ գնաս, թե մորդ անգամ մտքից հանես, քո մայր լեզուն չմոռանաս։ Խաչիկ դաշտենց, հայերեն։ Այսօտար աշխարհի ցերտերում եկ սիրենք մեր լեզուն ջերմորեն, եկ վառենք ու վառվենք հայերեն։ Մենք ունենք աշխարհում այսի սար, այդ սարը գալիս է դարերեն, նա անվերջ ասում եմ հայերեն։ Մեր շուրջը լեզուներ նոր ու հին, մեր շուրջը խոսում են այլերեն, եկ խոսենք և բայենք հայերեն։
Սիրելի ժողովուրդ ջան, նախ առաջինը բոլորի շնորհավորում եմ այսօրվա արդիվ, բոլորիս։ Դա Աստված, որ մի 5-6 տարի հետո այս դպրոցը շատ քիչ լինի, որ այս ինչքան քառակուսի ունենք վերևում այս կաբինետները, դասասենյակները քիչ լինի երեխեքի համար, այդքան շատ երեխեք թողան սովորելու։ Այս առաջինը, երկրորդը, կրակը արդեն նստում է, ժամանակն է կրակին թռնելու, մեկ, երկրորդը, այս ձախի վրա սեղաններ ունենք դրած, բոլորի համար մեծից փուչուր։ Հիմա երաժշտություն է շարունակվելու, բայց բոլորին խնդրում եմ, օգտվեք սեղաններից, գինի ունենք կարմիր, շնորհավորեք մեկը մյուսին, ուրախացեք, շարունակում ենք, քեֆ ենք անում։ Поддерживайте. Все, продолжаем.